մենք ընդհանուր առմամբ խնդրեմ ունենք եւ դա շատ կարեւոր բան է։ Իմիջայլոց հազիվ առիթ է, քանի որ հասանք ծխելուն եւ ծխելուն եւ անառողջ այլ գործելա գործելա կարգերին, ես ուզում եմ մի sense դիտարկում անեմ ինքս իմ փորձից ելնելով, որ մարդ, որը բավական երկար ծխել է, ընդհանուր առմամբ գիտեք հետեւյալը կա, ծխող եւ ալկոհոլ օգտագործող մարդը ո՞նց է մտածում։ Ասենք նորմալ է, չէ՞, դե ասենք առնվազն ծխելը, հա, բայց հիմա նոր տարի է գալիս եւ այլն։ Մտածում է հետեւյալ կերպ, ասում է ծխելը հաճույք է, ալկոհոլ օգտագործելը հաճույք է եւ հետեւաբար ես ինչի պետքա ինքս ինձ այդ հաճույքից զրկեմ։ Իսկ իրականության մեջ հաճույք է չծխելը եւ ալկոհոլ չօգտագործելը։ Եվ երբ որ մարդը հասնում է այդ կետին, ինքը հակառակ ասում է չծխելը հաճույք է, ալկոհոլ չօգտագործելը հաճույք է, ինչի պետք է ես ինձ այդ հաճույքից զրկեմ։ Հետևաբար այստեղ շատ կարևոր է ընդհանրապես ցանկացած բանի համար հայեցակարգը, նարատիվը, տեքստը, որը դրած է այդ գործողության տակ, շատ կարևոր է։ Գործողությունը չի փոխվում այնքան ժամանակ, մինչև տակի տեքստը, այսինքն soft-ը, ծրագիրը չի փոխվում։ Եվ հետևաբար, այո, ձեր նշածը, որ մենք նաև առողջ ապրելակերպը ոչ թե պետք է ինքը նաև դառնա շահավետ, որը պետք է արտահայտված լինի կոնկրետ բոնուսներով, կոնկրետ հնարավորություններով եւ այլն եւ այդպես շարունակ, որովհետեւ մենք հիմա ասենք 200 միլիարդ ենք ծախսում, 200 միլիարդ ծախսում ենք առողջության ապահովագրության համակարգի վրա, այդ ծախսը ավելանալու է, դառնալու է 250 միլիարդ, 300 միլիարդ եւ այլն, մինչեւ գա հասնի մի բալանսի կետի, բայց ուրիշ խնդիր կա, այդ բալանսի կետին հասնելուց մենք պետք է մտածենք հետեւյալը. Ինչի մենք, եթե մենք 50 միլիարդ լրացուցիչ դրամ պետքա ծախսենք, որպեսզի մարդուն բուժենք, մենք գուցե 50 միլիարդ կամ 40 միլիարդ կամ 10 միլիարդ ուղղենք նրա, որ մարդը չհիվանդանա։ Փորձենք այդ տեքստերը, բանաձևերը, առողջ ապրելակերպ եւ այլն դարձնենք ցույց տանք մարդուն, որ դա ավելի հաճելի է, քան թե այն ինչ որ մեզ թվում է, թե իրականում կյանքի հաճույքը է դա։ Այսինքն ծխելը կյանքի հաճույք է, բայց ես ասում եմ, երբ մարդ, որը ծխել է, ընդ որում տենց շատ է ծխել, ես ասում եմ, դա հարգելին է, դա բացարձակապես այդպես չի, եւ հետեւաբար ընդ որում մենք էլ տեղից էլ պետք, որ մենք հիմա պետքա ինչ-որ մի հատ սենց բան կա, լծակ կա, այդ լծակը քաշենք եւ այդ հարցը պետքա լուծվի, տենց էլ չի լինում։ Մենք շարունակաբար հետևողական պետքա խոսենք, պետքա համակարգեր ստեղծենք, պետքա հիմա նույն առողջ ապրելակերպ ենք ասում, հա։ Մարզի բնակիչը առողջ ապրելակերպի ենթակառուցվածքի նույն հասանելիությունը չունի։ Եվ այդ է պատճառը, որ մենք բան ենք անում, որ մենք այդ մարզական կենտրոնների նախագիծն ենք անում, որպեսզի բոլոր տեղերում այդ հասանելիությունը լինի։ Համեցեք։ Կարճ բան ասեմ, պարոն վարչապետ, իրականում ստեմ փոքր գաղտնիք կա, առողջ մնալը ամենաէժան բանն է, ամենամատչելի, դրա համար փող պետք չի ընդհանրապես, ոչ թե մարզասրահ է պետք, կրթություն է պետք մեզ ընդհանրապես դրա համար։ Կրթության համար է փող պետք։ Այո, կրթության համար պետք, իսկ մենք էլի հանգում ենք դրան, որտեվ սա պարզ գիտելիք է, որ երբեմն չունենք, որտեվ նույն ձեր բերած բոլոր օրինակները իրանք են ծախս, եւ ծխելն է ծախս, եւ խմելն է ծախս, եւ շատ ուտելն է ծախս, առողջ մնալը ամենամատչելի բանն է, որ մենք կարող անենք մեր պարզապես ճիշտ վարքագծով, որտեվ նույն սննդի այդ ընտրությունը, որ մենք երեխաներին պետք է սովորացնենք, ինչ սնունդ օգտագործեն եւ այլն, եւ այո դուք ճիշտ եք ասում, մարզական ենթակառուցվածքների մեջ ներդրում անելը լավ է, կարեւոր է, որտեվ այնտեղ մի քիչ ավելի բազմաֆունկցիոնալ են իրանք, լող եւ այլն եւ այդպես, բայց օրինակ վազելու համար փող պետք չի, մենակ կոշիկ է պետք, մի զույգ, որը 20,000 դրամ է։ Մուժիկին պետք է միզիկ կոշիկ։ Սա իրոք հայեցակարգային լուրջ հարց է։ Պարոն Թորոսյան, ճիշտ եք ասում, բայց ստե մի հատ ուրիշ խնդիր կա, 21-րդ դարը մարքեթինգի դարը։ Օրինակ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի։ Առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի առողջ։ Մեր ամբողջ խնդիրն է, որ առողջ ապրելակերպը բրենդինգ ունենա։ Ասենք ամենա ամենաշատ շաքար պարունակող սնունդը ինքը այնց բրենդինգ ունի եւ այնց դիզայն ունի, որ նայում ես ուզում ես բան, այսինքն դու ուզում ես դա, բայց առողջ ապրելակերպը ես էդ եմ ասում, հիմա դուք օգնեցիք, որպեսզի առողջ ապրելակերպը պետքա բրենդինգ ունենա։
Եվ մի բան 21-րդ դարում ցանկացած բան, որը ունի բրենդինգ, ինքը գոյություն չունի։ Այսինքն չկա 21-րդ դարում կա բրենդինգ, կա իր տակի բանը, ապրանքը կամ ծառայությունը կամ չկա բրենդինգ, ուրեմն չկա։ Մեր խնդրեմը այն չի, որ վազելու տեղ չկա։ Մեր բրենդինգը այնա, որ մեր խնդրեմն այնա, որ բրենդավորված չի։ Այդ ապրանքը, առողջ ապրելակերպը բրենդավորված չի։ Ընդհակառակը հակառակն է բրենդավորված։ Եւ սա համակարգված խնդիր է, համակարգված խնդիր է։ Սկսած, որ այդքան խոսում ենք քրեական ենթամշակույթի մասին, որ բան ենք, որի դեմ տենցել արդյունավետ չենք կարող պայքարենք, որովհետեւ ասենք քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ կարող է առողջ ապրելակերպը նույնիսկ ամոթ լինի։ Որովհետեւ տղամարդը չհասկացանք, տղամարդը շորտ կհակնի, ասենք բանը կամ հեծանիվ կքշի։ Պետք է տղամարդը բանի գյուղամեջում պպզի առնվազն անընդհատ 6 ժամ։ Չէ, ծիծաղում ենք, բայց մենք սրա ազդեցությունը չենք գնահատում, չենք գնահատում։ Գյուղամեջ, իմիջայլոց ասեմ, գյուղամեջ եմ ասում, բայց Երևանի թաղերում հազարավոր գյուղամեջեր կան։ Տենց։ Եվ մենք պետք է խոսենք սրա մասին, հասկանում եք, մեծագույն խնդիրն է նա, որ մեր իրականության մեջ այս ամեն ինչի մասին խոսալը ընդունված չի, որովհետև խոսալու բաներ կան, որ դրա մասին ո՞նց կարելի է խոսալ։ Կամ դրա մասին ո՞նց կարելի է կառավարության մակարդակով, ո՞նց կարելի է կառավարության նիստին դրա մասին խոսալ։ Կառավարությունը այնտեղն է եւ կառավարության նիստն է, որը ինչի մասին չխոսվեց ստեղ, այդ նշանակում է այդ հարցը չի լուծվելու։ Այդ նշանակում է այդ խնդրեմը շարունակելու է գոյություն ունենալ։ Եվ հետեւաբար այո, ինչ որ ասում եք համաձայն եմ, բայց առողջ ապրելակերպը պարտվում է, որովհետեւ մյուսները իրանց բրենդինգի վրա դնում են միլիարդներ, ֆորմալ եւ ոչ ֆորմալ բրենդինգի վրա դնում են միլիարդներ, առողջ ապրելակերպի բրենդինգը կոտրելու համար դնում են միլիարդներ, որովհետև այդքան արախ պետք է ծախվի, այդքան ծխախոտ պետք է ծախվի, ել չեմ ասում այդքան դեղ պետք է ծախվի, բա որ չհիվանդանանք դեղը որտեղ ծախվի, ով պետք է առնի այդ դեղը։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Հետեւաբար հիմա այս խնդիրը կառավարության